Բարև ձեզ։ Եկել եք Սուրբ Պատարագի մասնակցելու, Սուրբ հաղորդություն ստանալու։ Այո, Արտաշատից եմ ես։ Անպայման մենք պետք է պաշտպանենք Տեր Արամին, իհարկե։ Պետք է արդարությունը վերականգնվի վերջո։ Մենք արդարություն ենք ուզում, մենք ուզում ենք, որ այս երկիրը նորմալ երկիր դառնա, մենք ուզում ենք քաղաքակիրթ երկիր դառնա։ Վերջո պետք է դառնա սա քաղաքակիրթ։ Մենակ եք Արտաշատից եկել։ Այո, ես հասարակական կազմակերպության նախագահ եմ։ Արտաշատի իրավապաշտպան բարեգործական ասոցիացիայի նախագահն եմ, շատ ակտիվ, շատ մեծ գործեր եմ անում եւ դրսում էլ ունենք սրբազաներ, քահանաներ ունենք, տեր հայրեր Եվրոպայում շատ կապված են, նույնիսկ ինձ օգնում են մեր Հայաստանի համար, մարզի համար։ Լավ ազնվորություններ են իրենք, ասեմ ձեզ։ Մենք պետք է ուզենք այս երկիրը պետք է դարձնենք նորմալ երկիր։ Դա է մեր նպատակը։ Ուրիշ ոչ մի բան։ Ձեզ հետ որևէ մեկը չի եկել այստեղ։ Իմ ընկերս բժշկուհի Վարսիկ Մկրտչյանն է։ Երևանից եկել։ Այո, միասին ենք։ Ինչպես եք իմացել, որ այսօր է Տեր Արամը այսօր մատուցելու է պատարագ։ Հետևում ենք լրահոսին։ Իհարկե, հետևում ենք ամեն ինչին, իհարկե։ Որպես շարժում կար Facebook-ում, որ բոլորս դեպի հովանավանք։ Մենք էլ որպես ճշմարիտ քրիստոնյա լսել եմ Տեր Արամի խոսքը ավետարանից է, ինձ դուր է գալիս, որ անգամ քաղաքական հարցերին ինքը պատասխանում է քրիստոնյայի նման, որպես իսկապես քրիստոնյա ծառայող Երևանից ինչպես եք եկել հասել այստեղ։ Այստեղից բան եկա, երթուղային տաքսի եկա։ Իհարկե, մենք ուզում ենք, ես լրագրողներին եմ ասում, մենք պետք է լինենք նորմալ թասիբո, հիմա ես լավ եմ զգում, կարող է լցվեմ, այսպես թասիբո պետք է լինենք, մենք պետք է միասնական լինենք, ոչ թե մեկը մեկի դեմ թշնամություն են ձեռք բերում։ Ես որպես քրիստոնյա ձեզ համար ընդունելի է, որ խորան է բարձրանալու կարգալույծ արված քահանան, որը ձեզ նման, մեզ նման հասարակ մարդ է, հա այլևս։ Օրինակ ես բժշկուհի եմ եւ քաղաքական նկատառումներով, երբ որ իշխանությունը փոխվեց, դուրս եմ ինձ այնպես են պայմաններ են ստեղծել, որ ես պետական համակարգից, առողջապահության համակարգից դուրս եմ եկել, բայց ես մարդկանց համար մնում եմ բժիշկ, իրանք ինձ դիմում են։ Եվ ես աշխատում եմ այս ձևով։ Իսկ քահանայի մասին ես ասեմ վիճելի հարցը կարգալույծ անելու խնդիրը։ Եթե մարդը ծառայում է եւ իրեն լսում են, որտեվ Հիսուս Քրիստոսը որևէ միտեղ քահանա չէր։ Մարդիկ իր հետևից գնում էին, ինքը Աստծո խոսքն էր տարածում։ Այս եկեղեցին իր կարգը ունի, չէ՞, փաստորեն Տեր Արամը խախտեց եկեղեցու կարգը, իր ծիսակատարությունների ժամանակ չնշեց կաթողիկոսների անունները, սա ձեզ համար ընդունելի է։ Փաստորեն նա մի շարք կարգեր է խախտել եկեղեցական, որի համար կարգալույծ հռչակվեց։ Ես համարում եմ վիճելի է դեռ իրեն կարգալույծ անելն էր եկեղեցու կարգ խախտելը, թե Տեր Արամի վարքագիծն է։ Որովհետև եթե մարդը Աստծուն ծառայում է, հիմա եթե ես կարգալույծ արված քահանան Տեր Արամն է հետ։ Հասկանալի է, բայց իրեն կարգալույծ անելը արդյոք համապատասխանում է եկեղեցու կանոնակարգին, լուրջ հիմքեր կային իրեն կարգալույծ անելու։ Մայրաթորն է արել, բայց Մայրաթորը քաղաքական նկատառումներով է իրեն կարգալույծ արել, բայց ինքը ավետարանի խոսքը խախտել է արդյոք։ Բայց ամիսներ շարունակ կարգալույծ արված քահանան չի մասնակցել նիստերին, կարգալույծ արվածը ինչպես մասնակցի։ Վերջերս է կարգալույծ արվել, իսկ եկեղեցին իրավունք ունի քաղաքականությամբ զբաղվի, գնան, չգիտեմ։ Ոչ չէ, տեսնում ենք Facebook-ով ոնց են գնում, հիմա այս Սամվել Կարապետյանի կողքով են քայլում։ Ինչ տարբերություն դա։ Եկեղեցի մնում է եկեղեցի, երբեք քաղաքականությամբ պետք է չզբաղվի եկեղեցին։ Այսօր ինձ գրում են Եվրոպայից, սփյուռքահայրել են գրում, ամոթ է մեր ազգին, ամոթ է։ Ես լուրջ եմ ասում ձեզ։ Վերածվել են Ռոբերտ Քոչարյանի կամ մյուսների Քոչարյանի կոպիտ ասած նախընտրական շտաբն են սարքել, սա ինչ է։ Ես տեսնում եմ իմիջիալս թող լսեն լրագրողը Շվեդիայում, ուրեմն ես սփյուռքահայ լավ ընկերներ ունեմ, թող բոլորն էլ լսեն սփյուռքահայ։ Ասում է հանդիպում են ունեցել լրագրողների հետ սեմինարներ, որից շատ ցածր մակարդակի լրագրողներ, որից մեկը մտնում է Հայաստանը։ Լրագրողների մասին է դա։ Խայտարակություն է էլի։ Այս մենք տեսնում ենք ինչա կատարում, ամոթ է, մեր ազգին ամոթ է, ես ամաչում եմ։ Իմ մայրս եղել է, իմ մայրս նախկինում չէ այն, որ հիմա մի շարք մարդիկ իմ մայրս եղել է նախկինում Կարեն Դեմիրճյանի ազգային ժողովի պատգամավոր։ Մինչև առ այսօր
Հարգում են իմ օրս, հիմա որ ես նայում եմ ազգային ժողով, ամաչում եմ այդ ընդդիմության падգամավորներին։ Ես ամաչում եմ։ Ես համեմատում եմ, որ իմ մայրս եղել է ազգային ժողովի падգամավոր, հարգված, միջև առասոր էլ հարգում են։ Հպարտեմ ես իմ մայրիկով։ Մենք էլ իրա դուստր ենք, մենք էլ նման այդ կարգով գնում ենք։ Նվիրված մեր երկրին, մեր հայրենիքին։ Մարդիկ ենք մենք։ Շնորհակալություն։